Բարի երեկո ժողովուրդ ջան։ Կարոջը գտնվում ենք Իսպանիայում, Վալենսիա քաղաքում։ Հատուկ դուրս եմ եկել այս ժամին, ձենս երևի լավ է, որտեղ քամի է, հույսով եմ լավ է։ Հատուկ դուրս եմ եկել այս ժամին, որ մի հատ հետաքրքիր բանի մասին խոսանք, շատ հետաքրքիր։ Մնացեք բայց, միջև կսկսենք խոսակցությունը, միջև խոսանք, բաժանորդագրվեք ու սեղմեք զանգակը։ Գտնվում ենք Վալենսիայի կենտրոնում, ամենա կենտրոնում։ Հատուկ դուրս եկա այս ժամին, որ մի քանի բան ցույց տամ։ Նախ ասեմ, որ Վալենսիան աքացել է մի ուրիշ ձև։ Վալենսիայում 25 աստիճան է, որ ցերեկը 25 աստիճան է, ճիշտ է, քամիներ է անում, շատ լավ քամիներ է անում։ Իրիկունը քամի է անում, ցերեկը էլի քամոտ անում, ապակիներ է ջարդում, պալմաներ է շուռ տալիս, գյուղերում, չգիտեմ, համայրատներ է քանդում, տեղ, մի մարդիկ չլինեն Իսպանիայից, ասեն դուզ բան չկա բան։ Կտուրներ է տանում, ինչ-որ բաներ, ասես, քամոտ բաներ անում, էլի, մի խոսքով, բայց ընդհանուր տաք է եղանակը, շատ լավ է, տաք է, նայեք, ինչ ժամի ենք դուրս եկել, ժամը քանիսն է, ժամը 10-ի կոմերն է։ Ժամը 10-ի կոմերն է, մի հատ հետաքրքիր թեմայի մասին ենք ուզում խոսամ։ Ուրեմն շատ մարդիկ, որ խոսում ես, չգիտեմ, տարբեր մարդկանց հետ, հատկապես Հայաստանից, որ խոսում ես մարդկանց հետ, միշտ եկեք գնանք մի քիչ ենքով, ստեղ քամի է, որ ձենս լավ լսվի։ Միշտ այդ մարդիկ պատկերացնում են Եվրոպան, պատկերացնում են Իսպանիան, մի հատ սենց շքեղ, շատ բարենպաստ պայմաններով երկիր, մարդու համար, մարդը հասնում այնտեղ, իրան սկսում են օգնել, սկսում են պատժերժ կանել, ամեն ձև օգնություններ, փող, մի խոսքով։ Այսօր ուզում եմ թեթև այդ կարծրատիպերը կոտրենք, որովհետև այն Իսպանիան, այն Վալենսիան, որ մարդիկ տենում են տուրիստի աչքերով, այդ Իսպանիան ժամը 12-ից հետո վերածվում է, մի քիչ փոխվում է, ու դուրս ես գալի դուրս, տենում ես, հիմա կնկարենք, հիմա մի քիչ շուտ է դեռ այդ ամեն ինչ նկարելու համար, բայց կփորձենք նկարենք։ Դուրս ես գալի դուրս, տեսնում ես շատ մարդիկ, ես Հայաստանում այդքան անտուն մարդ չեմ տեսել, շատ մարդիկ, գետնին քնած, պարկած, առանց հաց, առանց ջուր, հիմա կասեք, բա օգնություններ կա, օգնություններ են տալի, բա ինձի չեն տալիս, մարդկա չեն տալի իրանց, մարդկա, ես էլ էի տենց մտածում, որ ոնց կարող աստեղ մարդ լինի, որ ուտելու բան չունենա, ոնց կարող է մարդ լինի, որ քնելու տեղ չունենա, չէ, կտանեն լագերներում, տենց լագերներ մարդիկ էլ ասում են հյուրանոցներում, եղել են դեպքեր, որ հյուրանոցներում են պահել իմիգրանտներին, բայց այսօր հյուրանոցներում չգիտեմ, իմիգրանտներին հիմա շատ դժվարությամբ են ընդունում, հատկապես Իսպանիայում, ավելի շուտ հատկապես չէ, ես խոսում եմ Իսպանիայի մասին, չգիտեմ որ երկրում ոնց, բայց շատ դժվար են ընդունում, ու ես լսել եմ, որ առաջ մարդկանց ընդունել են հյուրանոցներում, փախստականները, որ եկել են, իմիգրանտները, որ եկել են, իրանց հյուրանոցներում են ընդունել, նորմալ սենյակների մեջ բան, հետո այդ հյուրանոցային սենյակը փոխվեց, այսինքն մի սենյակի մեջ ապրում էին երկու ընտանիք, ենթադրենք 8 հոգով են ապրում, երկու ընտանիք առանց ինչ-որ բան բաժանելու իրանց, հիմի այս պահին շատ դժվար է, այս պահին դաժե մարդիկ կան այդ տեղերը չեն կարող վեցնել, այսինքն եթե մարդիկ նոր են եկել, շատ մարդկանց համար դաժե այդ տեղերը չեն տալիս, առաջ ավելի շատ է եղել այդ օգնությունների պահերը, ավելի շատ է եղել սնունդով էին օգնում, գումարով էին օգնում, հիմա դրանք շատ ավելի քիչ են, ու ես միշտ մտածել եմ, ասեմ, դες մարդիկ են, ասենք, ոնց հնարավոր է էլի մարդ ասենք ինչ-որ
Իսպանիա գա ու ինքը սնունդի կարիք ունենա կամ չգիտեմ գլխին տանիք չունենա, բայց ոչ բոլորին են օգնում այդ հարցով, դու ինչ-որ կարգավիճակներ պետք է ունենաս եւ այլն եւ այլն։ Ու նկատեցի, որ այս կողմ գնանք Քամիա, ու նկատեցի, որ այդ անտուն մարդկանց Քամին ամենտեղ էլ Քամին ոնց գնում են Քամիա, չեն կարող Քամից ազատվենք, ու այդ մարդկանց զգալի մասը, մեծամասնությունը նաև ջահելներ են, ջահել տղեկ են, մտածում ես լավ, այս մարդիկ աշխատանք չունեն, ինչ-որ բան չունեն, հետո հասկանում ես, որ այդ մարդիկ կան շատ Իսպանիային մոտ գտնվող պետություններից, ասենք Աֆրիկայից կամ ինչ-որ նավերով, ինչ-որ փոքր նավակներով գալիս են, առանց թուղթ, առանց բան ինչ-որ գալիս են ու այդ մարդիկ ինչ պիտի անեն, թուղթ չունեն, որ աշխատեն, ապրելու տեղ չունեն, ինչ-որ ոչ մի բան չկա, ոչ մի փաստաթուղթ բան չկա, ստիպված քնում են դուրսը։ Ինչից իմացա այդ, որովհետև վերջերս մի հատ տեսա երկու ջահել տղա էին գետնին պարկած, հարցուփորձ արեցինք, ինչ արեցինք, որտեղից եք եկել, ոնց եք եկել, բա ոնց է պատահել, որ սենց է պատահել։ Մարդիկ պատասխանեցին, որ վերջերս են եկել նավակով, լողալով, տենց եկել հասել են ստեղ ու ստեղ էլ տենց դեռ աշխատանք չեն գտնում, դեռ տեղեր չեն գտնում։ Ես հիմա մի քիչ ման կգանք, ես ցույց կտամ, դեռ մի քիչ շուտ է, որովհետև ժամը 12-ից հետո են արդեն այդ անտուն մարդիկ տեղավորվում իրանց տեղերը, ուզում եմ ասեմ տուրիստների համար երևի ցանկացած երկրում է տենց է ժողովուրդ, տուրիստի համար մի պատկեր է, ապրող մարդու համար մի պատկեր է ու ապրող մարդկանց մեջ էլ մի հատ խավ կա, որ իրանց համար մի հատ ուրիշ պատկեր է։ Այստեղ էլ շատ մարդիկ կան, որ ապրում են, բայց իրանք էլ չեն պատկերացնում Իսպանիայի հակառակ կողմը ինչա կատարվում, որովհետև ուշ ժամի դուրս չեն գալիս, չգիտեմ, չեն տենում այդ ամեն ինչը, չեն խոսում մարդկանց հետ, չգիտեն, կամ աշխատանքի բերումով մարդկանց հետ չեն շփվել, կոլեկտիվի հետ չեն շփվել, իրանք էլ չեն պատկերացնում շատ բաներ։ Հիմա մի քիչ հեսա շրջենք, մի քիչ ման գանք։ Այս հատվածը գիշերը ժամը 12-ից հետո այս ծառերի տակ պարկած են մարդիկ, որը ծածկվում է գարդոններով, որը ուղղակի ինչ-որ բան է գտել, ադյալ ինչ-որ միտեից գտել է ծածկվում է, որը տսենց ով ոնց կարա ապրում է, բայց հաստատ այդ մարդիկ օգնություն չեն ստանում, հաստատ այդ մարդիկ գումարային օգնություն չեն ստանում, հաստատ այդ մարդիկ սննդի տեսքով օգնություն չեն ստանում, հաստատ այդ մարդիկ տուն չունեն, հետո ունես չի, որ ասենք տեղ ունեն, ինչ-որ իրանց տեղ են տրամադրի, ինչ-որ տանիք են տրամադրի իրանց, հետո այդ մարդիկ եկել են տեղավորվել են, ստեղ իբր տուն չունեն ու փող են հավաքում, տես բան չկա։ Իրականում կան մարդիկ, որ շատ ծայրահեղ ծանր վիճակներում են։ Ես ոնց հասկացա այդ նույն վիճակը, նաև եթե մարդիկ կան շատ հայր կան, չէ, եվրոպական այլ երկրներից, եթե մարդիկ կան, ասենք Ֆրանսիայից կամ ինչ-որ ուրիշ երկրներից, ասեք տենանք, որտեվ ասում են, որ Փարիզում էլ է նույն բանը կատարվում, Հռոմում էլ է նույն բանը կատարվում, երևի հատկապես ավելի շատ տուրիստական երկրներում է, չգիտեմ ինչի, տուրիստական քաղաքներում է, մեծ քաղաքներում է, այսինքն տենց երևի ավելի շատ այդ վիճակը։ Հիմա մի քիչ հեսա ման գանք ու կհասկանանք, կպատկերացնենք ինչի մասին էի խոսում։
Նայեք, մի ժամից, երևի մոտավորապես մի ժամից այս հատվածում այսենց շարքով, կարգով պարկած են լինելու մի ժամ, երկու ժամից պարկած են լինելու մարդիկ, անտուն մարդիկ, ովքեր երևակայի փաստաթուղթե չունեն, նայեք բախները բերելա տաք էր, այս տարի շատ տաք էր Վալենսիայում, բայց ենթադրում եմ, որ ինչ-որ տեղեր կան, որ կարողանում են գնան գիշերը բնան, երբ որ շատ ցուրտ է լինում, ու շատ ցուրտ ասելով 1-1 -1 անում, երբ որ -1 անում, տես մի քիչ ցուրտ է լինում, դուրսը շատ ցուրտ կլինի, տենց գնում են ինչ-որ միտեղ մնում են, գիշերում են, բայց ոնց հասկանում եմ, այդ պայմանները շատ վատն է, որովհետև գիշերը մնում են ու առավոտը էլի գալիս են հետ։ Կամ մենակ գիշերելու համար է, կարող է չեն թողում, որ երկար մնան, մենակ գնում են գիշերը տեղ մնում են, այնքան որ տաք տեղ ու գալիս են հետ, չեմ կարող ասեմ, բայց ժողովուրդ ջան, այդ վիճակն է, ու թող ոչ մեկ չասի, որ Հայաստանում շատ վատ է, եւ Եվրոպաները շատ լավ է, այնտեղ լուրջ մարդիկ կան, ժողովուրդ, ես ես լուրջ եմ ասում, մարդիկ կան, իրանք հավատում են, իրանք գիտեն, որ Եվրոպայում ցանկացած մարդ լավ ապրում։ Իրանք հավատում են, իրանք գիտեն, որ Եվրոպայում անտուն մարդ չկա, ու այդ մարդ կա, ու ամենավատը որն է, եթե այդ մարդը մի օր որոշում է գա Եվրոպա ապրի, պատկերացնում եք այդ մարդը ինչի մեջ է անգնելու, երբ որ գա իրականում հասկանային ուր է եկել։ Լավ բաներ կա, շատ լավ բաներ կա, ես չեմ ուզում ասեմ մենակ վատը, բայց կա եւ լավը եւ վատը։ Ոնց որ հիմա ես էլ եմ ասում, մի քիչ շուտ ենք դուրս եկել, ժամը 12-ի կողմերը կամ 10-12-ից հետո շատ են։ Ես Հայաստանում այդ քանակության անտուն մարդ չեմ տեսել կյանքում։ Ես չգիտեմ հիմա ինչ է կատարում, վաղուց չեմ եկել Երևանում, վաղուց ասելով մի քանի տարի Երևանում չեմ եղել, բայց ես չեմ հիշում այդ քանակության։ Կամ երևի Երևանում, Հայաստանում ինչ-որ տեղեր կան, որ մարդիկ գնում են, մնում են, մարդիկ ովքեր որ տուն չունեն, գնում են ինչ-որ մի տեղ են մնում, բան չգիտեմ, չեն երևում այդքան, բայց այստեղ ժողովուրդ գարդոններով, իսկ մի քիչ որ գնում եք ավելի ծովի ափին մոտ, սեզոնին, ամառը, շատ են այնտեղ ծովի ափին տենց պարկած են գարդոններով էլի իրանց ծածկում են, իրանց տակն են գցում ու մարդիկ տենց ապրում են։ Ես չգիտեմ այդ մարդկանցից որը ինչ ձևի է գնում, որն է ինչ-որ մի բանի հասնում, որն է կարողանում աշխատի, որը չէ եւ այլն, բայց պատկերացրեք մարդ, որ գալիս է թուղթ չունի, պատկերացրեք մարդ, որ եկել է ապօրինի, մարդ, որ լեզուն չի հասկանում, ու այդ մարդը եկել է, պատկերացրեք ինչքան ժամանակում այդ մարդը կարողանա ոտի կանգնի կամ ոտի կանգնի թե չէ, ու կարող է եւ շատ ավելի շուտ ոտի կանգնի, քան ուրիշները, հարցետ չի, բայց փաստը մնում է փաստ, որ շատ ծանր վիճակի մարդիկ կան։ Ու հատկապես կենտրոնում են, բնականաբար, որտեղ որ փող են հավաքում կամ չգիտեմ, որտեղ որ իրանց ավելի, որտեղ երևի որ լուսավոր է, ավելի ապահով է, ես ենթադրում եմ, որ ավելի ապահով տեղ է, որպես որ ստեղ գալիս են ստեղ են մնում հենց, կամ ցերեկները ստեղ գումար են հավաքում, դրա համար են ստեղ մնում, բայց կենտրոնում շատ են։ Իսկ մյուս կողմում մարդիկ վայելում են քաղաքը, կաֆեներում, ռեստորաններում, Բա
մի այս մարդիկ ինչ մեղք ունեն, որ այն մարդիկ այնտեղ տուն չունեն։ Կամ ինչ գիտենք, որ այս մարդկանցից մեկը առաջ չի եղել այդ մարդկանց շարքերում։ Մի խոսքով ժողովուրդ ջան, ինչ ասեմ։ Եղանակը դեռ քամի է, ես չգիտեմ, ձենս չեմ ստուգել, բայց ինձ թվում է կլսին, նայեք, ոնց են գորգռում։ Լավ, շատ մի ներվեք, Զատո Վալենսիա տաք։ Այսօր էսքանը, լավ մնացեք ու չմոռանաք բաժանորդագրվեք։